շարունակենք խոսել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից այս տարվա ամառային նստաշրջանի ժամանակ, ընդ որում ասեմ, դուք շատ լավ գիտեք, մենք գործընկերների հետ հանդիպումների ժամանակ ինչպես ինչ հաճախականությամբ ենք բարձրացնում Բաքվում պահվող գերիների եւ այլ պահվող անձանց հարցերը, չգիտեմ ինչու այդ հարցին այդպես պատասխանեցիք, ինչ խղճով, բայց ինչևէ, լիագումար նիստի ժամանակ իսկ այնինչ ես ասում եմ, դա տեսաձայնագրվել է, մարդիկ կարող են հետևել։ Ադրբեջանի պատվիրակությունը խոսեց ի թիվս տարբեր հարցերի մեզ չառնչվող թվային ինքնիշխանությունից։ Հերթը հասավ ձեզ, դուք կրկին ի թիվս այլ հարցերի խոսեցիք մտածածին եւ կոնֆլիկտածին, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի վտանգի մասին։ Էլի անցան նիստեր, հերթը հասավ կրկին Ադրբեջանի պատվիրակությանը, չեմ հիշում ինչի մասին խոսեցին, պայմանական ասած, չգիտեմ, կաթիլային ոռոգման մասին։ Էլի հերթը հասավ ձեզ, էլի դուք ի թիվս այլ հարցերի կրկին խոսեցիք կոնֆլիկտածին, մտածածին, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթի մասին։ Ուզում եմ հասկանալ, ինչ եզրակացություն դուք արեցիք այդ ամառային նստաշրջանից հետո եւ արդյոք պատրաստ եք քննարկել հետեւյալ հարցը։ Քանի որ Ադրբեջանի ներքին կարգի բերումով արտաքին քաղաքականությունը այնտեղ միաձայն է, այնտեղ չկա մեկից ավել արտաքին քաղաքականություն, ինչպես Հայաստանում։ Ադրբեջանի կառավարող ուժը արձագանքում է թե Հայաստանի կառավարող ուժին, թե ընդդիմությանը, եւ ակնհայտ է հիմա, որ այդ մտածածին, կոնֆլիկտածին խոսույթը պարփակել է երկրի ներսում եւ միջազգային հարթակներ չի տանում։ Հիմա արդյոք դուք պատրաստ եք քննարկել, որ Հայաստանում էլ մի առժամանակ մի 6 ամիս, մի տարի դադարեցնեք տիրաժավորել այդ խոսույթը, որովհետեւ եթե դրանից հետո Ադրբեջանում փոփոխություն չլինի, միշտ հնարավորություն կունենաք վերադառնալ նախորդ ձեր գործելավոճին։ Պատասխանում եմ Տիկին Մարիա Կարապետյան, ուրեմն իմ խոսույթը այստեղ միջազգային հարթակներում, որևէ հանրային հարթակում երբեք մտածածին կամ կոնֆլիկտածին չի կարող լինել։ Ես խոսում եմ այն արժեհամակարգով, այն գնահատականներով եւ այն առաջնահերթություններով, որ իմ որպես քաղաքական մարդու, հայ հեղափոխական դաշնակցության կուսակցության անդամի արժեքային համակարգի եւ առաջնահերթությունների շրջագծում է։ Ուրեմն միջազգային հարթակներում խոսել գերիների վերադարձի մասին, Արցախահայության վերադարձի միջազգային իրավունքի մասին, խոսել Հայաստանին նետված անվտանգային մարտահրավերների մասին, բացարձակապես ոչ մտածածին են, ոչ կոնֆլիկտային են, այլ իրական ռիսկերի բարձրաձայնում։ Եվ եթե որևէ մեկին, թե քաղաքական մեծամասնությանը, եւ Հայաստանի որևէ քաղաքացու թվում է, թե այս անվտանգային սպառնալիքների նկատմամբ չլսելու, չտեսնելու, չգնահատելու քաղաքականություն վարելով, կամ ինչ-որ խաղաղության նախաստորագրումով, թղթի ստորագրումով կարելի է ունենալ ապահովել խաղաղություն, սա քաղաքական մոլորություն է։ Եվ ուրեմն իմ խոսույթը այնտեղ ոչ թե կոնֆլիկտածին է, ոչ թե մտածածին, այլ Հայաստանի, հայ ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերից, իսկ այդ շահերի առանցքում Հայաստանի անվտանգությունն է, եւ Տիկին Մարիա Կարապետյան, ես ասեմ, որ չեմ կարծում, թե դուք ոչ իրազեկ մեկն եք, եւ բնականաբար ամեն օր բախվում եք, թե ինչպես Ալիևը եւ իր քաղաքական ամբողջ էստաբլիշմենթը Հայաստանից ընդամենը մի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա Նախիջևանում Արևմտյան Ադրբեջանի վերադարձի փառատոններ է կազմակերպում, երբ որ նույնիսկ պաշտոնական միջոցառումներում Հայաստանի քարտեզը ներկայացված է եւ այլ ուրեմն գունավորմամբ, որը պատկանելությունն է ենթարկում, եւ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը Ադրբեջանում պետական մակարդակի հիմքերում դրված, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի նախագահ Ալիևի հրամանագրով հատուկ հանձնաժողով ստեղծվել հայկական մշակութային հետքի վերացման եւ յուրացման ուղղությամբ։ Չխոսել, ես հասկանում եմ, դուք չեք խոսում միջազգային հարթակներում, որտեղ դուք ներկայացնում եք պաշտոնական քաղաքականությունը, ամեն գնով խաղաղություն։ Ես իմ կարծիքով եւ իմ համոզմամբ ներկայացնում եմ այն մարդկանց իրավունքները, որոնց համար Արցախը հայրենիք է, այն
մարդկանց իրավունքները, ովքեր այսօր Արցախում ներողություն Բաքվի բանտերում կեղեքվում են, եւ այն 120,000 փախստականների իրավունքները, որոնք միջազգային իրավունքով, վերադարձի իրավունքով, միջազգային իրավունքով, ինչը Բոսնիա-Հերցեգովինայում տեղ ունեցավ, 3000-ամյա իրենց օրանում վերադառնալու իրավունք ունեն։ Ընդ որում այդ իրավունքների Թույլ տանք արձագանքի։ Շատ լավ։ Համեցեք Տիկին Ղարաբեջյան։ Տիկին Գալստյան, մտածածին եւ կոնֆլիկտածինը վերաբերվում էր Ադրբեջանում շրջանառվող խոսույթներին։ Ես չգիտեմ դուք 3 րոպե ինչու վատնեցիք արձագանքելու մի բանի, որը ես չի ասել, խնդրում եմ հարցս մի հատ նորից կդիտեք, գուցե եզրափակիչ ելույթում ուզենաք անդրադառնալ դրան։ Բայց ես երկրորդ հարց ունեմ։ Գիտենք, որ մարդու արժանապատվությունը, Ներողություն ինչը։ մարդու արժանապատվությունը մարդու իրավունքների հենքն է, առանցքն է։ Չի կարելի մարդուն իր արժանապատվությունից զատել։ Դուք այս անցած տարիների ընթացքում բազում ելույթներ եք ունեցել, որտեղ նկարագրել եք Հայաստանում քաղաքական գործիչների, նույնիսկ քաղաքացիների եւ հանրության մի մասի, որոնց արժանապատվությունը իրենցից առանձնացրել եք։ Երբեմն նույնիսկ օրինակ այսօրվա ելույթում խոսում եք հայ մարդ, կարծես թե Հայաստանում կան մարդիկ, ովքեր ոչ իրենք անձամբ չեն նշում, որ իրենք այլ էթնիկ խմբի են պատկանում, բայց դուք կարող եք որոշել իրենք հայ են, թե ոչ։ Այ կուզեի ձեր դիրքորոշումը հասկանալ այս հարցի շուրջ։ Կան Հայաստանում քաղաքացիներ, որոնք արժանապատվություն չունեն, ներառյալ ազգային արժանապատվություն։ Մինչ այդ Տիկին Ղարաբեջյան, ես անդրադառնամ այդ ադրբեջանական արժանապատվության համար, որ դուք ակնարկեցիք, որ իմ կոնֆլիկտածին եւ մտածածի մտքերով ես վիրավորում եմ ադրբեջանցիների արժանապատվությունը։ Բայց ձեր ամբողջ խոսույթը դրա մասին էր, որ հանկարծ իմ տեքստերը խաթարում են ադրբեջանական դիսկուրսները։ Հարգելի գործընկերներ, պարոն Գաբրելյան եւ հարգելի գործընկերներ, խնդրում եմ մի ընդհատեք, բոլորը լսել են Տիկին Ղարաբեջյանի հարցը, ավելին դա տեսաձայնագրվում է ուղիղ եթերով, հնարավոր չէ փաստերը գլխիվայր շրջել։ Հիմա խնդրում եմ լռեք եւ թույլ տաք Տիկին Գալստյանին, որպեսզի ինքը շարունակի պատասխանել։ Ես նորից եմ կրկնում, որ իմ որևէ տեքստ Հայաստանում, Հագայում, Պորտոյում, Ստրասբուրգում քաղաքական տեքստ չի կառուցված ադրբեջանցիներին չվիրավորելու եւ մեր իրավունքները չպաշտպանելու մոտեցումով եւ ապսոս ժամանակը սպառվում է մեկ առիթով կպատասխանեմ նաեւ իսկ ինչ վերաբերում է արժանապատվությանը ես չունեմ մտքիս մեջ որևէ փաստ որ կարողանայի այդ հարցին պատասխանել կներեք բայց ձեր բառապաշարից օգտվում եմ մի տեսակ մտածածին հարցեր երկրորդը որևէ մեկի արժանապատվությունը երբեք ես ինքս բարեբարկությունը հարգող էթիկան հարգող մեկն եմ եւ նաեւ իմ կենսագրությունն այնց պարտադրում ես չեմ հիշում դեպք որ որևէ մեկի այստեղ հատկապես արժանապատվությունը վիրավորելու Վագն Ալեքսանյան